Ինչ է մորմը գոչումը։ Մատթեոսի ավետարանին 20-րդ գլուխին մեջ գկարտանք, թե ինչպես Հակոբոս և Հովհաննես եղբայրներուն մայրը գմոտենա Հիսուսի և գխնդրե Հիսուսեն, որ թույլ տա, որ իր որդիները Հակոբոս և Հովհաննես արքայության մեջ նստին իր աջ և ցախ կողմերը։ Ահավասիկ մայրը, որ կուզե իր զավակները փրկված տեսնել, մայրը, որ կուզե իր զավակները Քրիստոսի արքայության մեջ Քրիստոսի գողքին տեսնել, ով հայ մայր, ինչ քեղեցիկ բան կա ավելի, քան մորմը փափակը իր զավակները արքայության մեջ արքային գողքին, արքային աջ և ցախ կողմերը նստած տեսնել։ Ինչ ավելի քեղեցիկ բան կա, ինչ ավելի առաջնահերթ բան կա մորմը համար, քան փրկությունը իր զավակներում։ Հայ մայր, տանգակին մայր, սիրելի մայր, զավակներդ քու միջոցավդ աշխարհ եկան, բայց անոնք Աստծո բարգևն են քեզի։ Աստված զանոնք բարգևեց քեզի, որպեսզի տուն զանոնք բարգևես Աստծո։ Տուն հայ մայր, մարմին դվիր զավակներուդ, բայց անոնց մեջ հոգի տնողը, հոգի ստեղծողը Աստված է։ Տուն մարմին դվիր քու զավակիդ և այդ մարմինը ժամանակավոր է։ Ժամանակավոր բան դվիր քու զավակիդ, բայց Աստծո տված հոգին, քու զավակիդ մարմինի մեջ դրած Աստծո հոգին հավիտենական է։ Հավիտենական է։ Դու գոչված ես մայր, հոգ դանելու քու զավակիդ հոգիի փրկության, ոչ միայն մարմինին, որ ժամանակավոր է, այլ հոգին, որ հավիտենական է։ Հայրերեն մին գսե, չլա որ մայրը իր զավակը ծնի այս ժամանակավոր կյանքին մեջ, բայց զայն ծնի հավիտենական դժոխքին համար։ Այո, սիրելի հայ մայր, եթե դու անդարբեր ես քու զավակիդ փրկության նկատմամբ լավ գիտիր, որ դու զավակը ծնար այս ժամանակավոր կյանքի մեջ, բայց զայն ծնար հավիտենական դժբախտության, հավիտենական դատապարտության համար։ Մայր սիրելի, գոչումդ զավակ այս լույս աշխարհ բերելը չէ միայն, այլ զավակդ աշխարհի լույսին Քրիստոսի բերելը։ Գոչումդ զավգիդ
մարմնավոր ծնունդ դալը չէ միայն, գոչումը դե նաև ու մանավանդ, զավգիտ հոգևոր ծնունդ դալ, զավագդ առաջնորդել հոգևոր ծնունդի և ադիգա դեղի գունենա սուրբ հոգին միջոցավ։ Ինչ գպապակիստուն, հայ մայր, զավգիտ համար մարմնավոր առողջություն, միայն կործերու հաճողություն լավ թիրք, Հովհաննես ոսկեպերան հայրաբետը գսե, ծնողներ ամեն բան գնեն, որ իրենց զավակները ունենան լավ թիրք, լավ պաշտոն, հարստություն, հաճողություն, ուսում, գիտություն, բայց ոչինչ գնեն, որ իրենց զավակները ունենան մաքուր նկարակիր, մաքուր սիրտ, մաքուր հոգի, Աստվածահաճո կյանք, սուրբ կյանք։ Մայր իմ սիրելի, հայ մայր, քեզ կհրավիրեմ, գոչ կուղեմ քեզի, հատկապես այս ամիս, որովհետև մայիս ամիսը ջանցված է հայ մոր ամիսը, ինչպես նաև աստվածամոր ամիսը, գոչ գուղեմ քեզի, տուն քեզ քնես և դեսնես, արդյոք Աստծո կողմէ քեզի դրված գոչումն ու առաքելությունը կկատարես, Աստծո կողմէ քեզի դրված գոչումը և առաքելությունը զավագիտ փրկության համար աշխատիլն է, դքնիլն է, հոգնիլն է, աղոթելն է, մնայուն կերպով Աստծո թիմելն է, խնդրե դիրոջմեն, փրկությունը զավագիտ, խնդրե դիրոջմեն, որ բռնե ձեռքերը զավագիտ և սորվեցու զավագիտ բռնել ձեռքեն դեր Հիսուս Քրիստոսի։ Այս է գոչումդ, դեր գանքնիր գոչումիդ, որովհետև Թադաստանի օրը հաշիվ պիտի դաս դիրոջ, եթե երբեք զավագդ գործվի անտարբերությանդ պատճառով և մույս կողմեն մեծ փառքի, մեծ վարձատրության պիտի արժանի ըլլաս, հայ մայր, եթե զավգիտ փրկության պատճառ դառնաս։